Ես ողջունում եմ գործարար Ալիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, եթե չհասցնեք հաղորդումը լսել ամբողջությամբ, կարող եք թվային հարթակներում եւս դիտել մեզ։ Սա Թարմ ուղեղով զրույցն է եւ տաղավարում երկու հյուր ունեմ։ Հրայր Փարսադանյանը, Անդոկ ավանդական երգի բարի խմբի հիմնադիրը եւ պարուսույցը եւ Սամվել Թոփալյանը դերասան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք, կարևոր եւ հետաքրքիր առիթով ենք այսօր հավաքվել։ Այ Անդոկով ձեզ ներկայացրեցի, երևի այդտեղից էլ սկսենք։ Ավանդական բարի երգի խումբը ինչպես ստեղծվեց, քանի որ կարծում եմ դրա մասին շատ չի խոսվել, համենայն դեպս այս տաղավարում առիթ չի եղել զրուցելու։ Եկեք այդտեղից սկսենք, հետո արդեն անցնենք հիմնական առիթին։ Բարև ձեզ։ Անդոկ ավանդական երգի բարի խումբը ստեղծվեց 2015 թվականին քաղաք Չարենցավանում եւ նրա ստեղծման բուն պատճառը բնականաբար այն է, որ ես իմ կյանքում բախտ ունեցա հանդիպել Գագիկ Գինոսյանին եւ իր ոգեվորությունով, իր այդ բոցով, կրակով ոգեվորված փորձեցի իմ քաղաքում, որտեղ որ ես ծնվել եմ ու ապրում եմ հենց այս պահին էլ ազգային մշակույթը եւ ազգային գաղափարախոսությունը պահպանել եւ փոխանցել նաեւ ժողովրդին։ Ժամանակահատվածում դեռ 16 տարեկան էի եւ բնականաբար սկզբից 16 տարեկան տղայի համար մի քիչ ավելի դժվար էր այդ ամենը փորձել պահպանել, բայց հենց Ինկե Գինոսյանի եւ էլի շատ ավագ ընկերների խորհրդերի գաղափարների շնորհիվ այսօր խումբը արդեն 10 տարեկան է եւ պատրաստում է գաղափարական մեծ ներկայացման։ Ձեր ճանապարհը ինչպես կարողացաք համախմբել համայնքին, որպեսզի ներգրաված լինի հենց ստեղծման օրվանից։ Այդ ճանապարհի մասին կուզեմ մեզ պատմեք ու ինչ դժվարություններ են եղել, հաջողելու փորձերը ինչպիսին են եղել։ Դժվարությունը մինչ այսօր կա ազգային դաշտում, քանի որ ես գործ ունեմ ավելի շատ երեխաների հետ Չարենցավանում, պատանիների հետ ու շատ դժվար է 21-րդ դարում ինտերնետ համացանց ասվածներ միաժամանակ շատ դժվարացնում է մեր աշխատանքը, որպեսզի երեխեքին բերենք դեպի ուշադրության կենտրոնացման խնդիր կա, չէ՞։ Դեպի Կոմիտաս, դեպի Հայրիկ Մուրադյան, դեպի Գարեգի Նժդե, բայց փորձում ենք ու հաջողելու միակ այն զենքը, այսպես ասած, ազգային ոգին է իմ կարծիքով, արյան կանչն է, որը որ եղել է իմ գործունեության եւ խմբի հիմքում ընկած եւ եթե մենք հայ ենք եւ լսում ենք թմբուկի ու զուռնայի ձայները, մենք չենք կարող չսիրահարվել, մենք չենք կարող չմտնել այդ ամենի մեջ ու իմ կարծիքով հաջողության այդ գրավականը ազգային ոգին է, ու այն հզորությունը ոգին, որը որ թաքնված է մեր բարերում, դրա պատճառով այսօր իմ կարծիքով հենց դրա պատճառով է, որ խումբը 10 տարի արդեն իր գործունեությունը ծավալում է անխափան կերպով։ Այ մշտապես երեխաներն են, չէ, մշակույթ փոխանցողները, որովհետև սովորում են, գնում են տանը նույն բանն անում են, ասում են, որ իրենք դա արել են։ Այ դա ինչ փոփոխություն է բերել։ Կուզեմ երկուստ էլ անդրադառնաք այդ հարցին, մշակութային տեսանկյունից փոփոխությունը նկատելի է այս իմաստով, արդյոք իսկապես մեր հանրությունը ոչ միայն արյան կանչով է այդ ճանապարհով գնում, այլ իսկապես փոփոխություն այս աշխատանքի արդյունքում տեսանելի է։ Ես հենց կոնկրետ Անդոկի երեխաների օրինակով բերեմ, անկեղծ ասած մի անգամ եմ հանդիպել, ուրեմն լուսավոր, պայծառ, այ շատ ճիշտ նշեցիք, այդ ինձ համացանցից բխող այդ ուշադրության կենտրոնացման բացակայությունը այնտեղ բացարձակ չտեսա, չկար, փառք Աստծո, լավ, էլի լուսավոր, կենտրոնացած, գիտեն ինչի համար են եկել ու բնականաբար դա հրայրից է գալիս ու այն մարդկանցից, ովքեր զբաղվում են երեխաների հետ, որովհետև շատ բարդ աշխատանք է կարողանալ այդ նոր ձևավորվող մարդուն, հոգուն, այսպես ասած, ճիշտ ուղղորդել, նաև չտանել ծայրահեղ ազգայնական ինչ-որ, որ շատ ճիշտ, շատ կոնկրետ ու անկեղծ ես իսկապես այդ թմբուկների փորձի ժամանակ ձայն անկախ քեզնից չի թողնում, որ դու հանգիստ նստես, անկախ քեզնից դու ես ուզում ինչ-որ բան արթնանում մեջդ ու վստահ եմ, որ այդ երեխեքը այդ մթնոլորտում, այդ դասյարակությամբ առաջնորդվելով շատ բան փոխելու են, այո, հենց նաև տանը իրենց փոքր, չգիտեմ, քրոջ կամ եղբոր մոտ
այնքան սիրտս, այսպես ասած, լիացավ, այնքան ինձ ավելի ուժեղ զգացի, ինձ նաև իմ մասնագիտության մեջ պետքական զգացի, որովհետև կան նմանատիպ երեխեք, նմանատիպ միջավայրներ, որտեղ ճիշտ հստակ ու ազգայինը ճիշտ ձևով գիտակցելով կարողանում են սերմանել դա նոր սերնդի մեջ։ Ու շատ կարևոր է այդ պահին ճիշտ առաջնորդների։ Բնականաբար, ինչպես Նժդեհն է ասում, երբ արկա է կարող առաջնորդը, հայը հեգնում է մահը, ու այս պարագայում առաջնորդը հայի համար իսկապես կարևոր ու շատ զարմանալի փոփոխության կարող է ենթարկել այդ մարդուն, ու ես վստահ եմ, որ մենք այդ առաջնորդի արկայության դեպքում շատ արագ, շատ խնդիրներից, շատ այսպես ասած բարձի թողի վիճակից մեջքներս կուղենք։ Հրայր ջան, ու դրա համար կներեք, շնորհակալ եմ Հրայր ջան, որ ես տեսա այդ ֆանտաստիկ երեխեքին։ Ուզում եմ դուք էլ հարցին անդրադառնաք, թե փոփոխությունը ինչպես է ձեզ համար տեսանելիությունը։ Տեսանելիությունը բնականաբար ես նորից կուզեմ անդրադառնալ Մինոսյան Գագիկին, իմ ուսուցչին, եւ երբ որ տեսնում ենք 20 տարի առաջ մարդիկ ինչպես էին վերաբերվում ազգային բարին, հա, տղաները ինչպես էին ազգային բարի մասին խոսում, ամոթ խաց, ամոթ հայ եւ այլն, այսօր ահավոր մեծ պրոգրես ունենք, որովհետեւ շատ տղաների մոտ արդեն ամոթ հա ու ամոթարիա, որ իրանք չգիտեն օրինակ երախուշ տա։ Ես նկատել եմ, որ բավականին թրենդային է դարձել այդ բարերը, հատկապես հարսանիքների ժամանակ, եթե հարսանիքին պարում են, ուրեմն դուք ժամանակակից եք համարում, արդեն փոխվում է։ Այո, իրականում մենք պիտի մեր մոտ, մեր մտքում պահենք մի միտք, որ ազգային ավանդական ազգի բարը դա ոչ թե ուրախանալու, դա ոչ թե ինչ-որ բեմեր բարձրանալու փառք ստանալու համար ադրված, այլ ազգային բարը դա համախմբվելու եւ միասնական ազգային բարերի մեջ թաքնված է հայի միասնականությունը, հայ ազգի միասնականությունը, կարող ենք այսպես ձևակերպել ու ուզենք թե չուզենք այն աշխատանքը, որը սկսել է իմ ուսուցիչը եւ մենք փորձում ենք այն շարունակել, դա իր արդյունքը տալու է։ Նա ուրեմն մի փոքր դանդաղ, բայց 100 տարի հետո, 200 տարի հետո, հա, մեր նպատակն է, որ ոչ թե մենք այսօր տեսնենք այդ լուսավոր արևածագ այդպես ասած, այլ մեր նպատակն է, որ հայը մնա աշխարհի վրա որպես ազգ, եւ թող 200 տարի հետո այդ արևածագի, բայց թող ծագի եւ ծագելու է հենց ազգային գաղափարախոսության, ազգային մշակույթի պահպանման պատճառով։ Իրականում ես տեսնում եմ այդ փոփոխությունը ու ազգային բարը տեսեք, մենք ազգային մեր խմբով ավանդական բանը նաև մեզ միավորել է, որ երեխաներին նաև արշավներ տանենք, որ ահավոր շատ կարևոր է իրենց կյանքում, եւ այդ փոփոխությունը նաև տեսնում եմ այնտեղ։ Որովհետև ազգային մշակույթը ճանաչելու հայրենասիրության, հայ մնալու միջոց է, գործիք է, հա, ու միավորվելու։ Այո, ու երկրորդ, երրորդ դաշարներին արդեն տեսնում ես երեխաները օրինակ ոչ միայն աղբ չեն թափում, այլ նաև հավաքում են այն խարույկի շուրջի աղբը, որտեղ օրինակ նստել են եւ որը որ թողել էին նախորդ մարդիկ։ Եվ բնական է դա չի կարող տա ինչ որ չի կարող չտա լավ էֆեկտ արդյունք, այո։ Եվ այդ ամեն ինչի վրա հիմնվելով կարող ենք ասել, որ ամեն ինչ ներվա լավ ու պետք չի շատ ընկճվել, թուլանալ, որովհետև ամեն դեպքում մենք Հակի Նահապետի զամն ենք, Գարեգին Նժդեհի սերունդն ենք եւ այդ արևածագը մի օր նորից բացվելու է։ Այո, ես հիշում եմ պարոն Գինոսյանը Պարը սովորեցնելիս, անգամ այստեղ ռադիոյում, ավելի շատ ինքը պատմում էր, բացատրում էր, ինչու է շարժում այսպես, սա որտեղից է գալիս, ինչու պիտի սրանից հետո սա անել, հետո նոր է շարժումը սովորեցնում, այսինքն գաղափարական սնում էր ինքը անընդհատ։ Այ դուք փորձում եք ձեր աշակերտներին նաև այդ իմաստով պատմել, սովորեցնել, որևէ գաղափարներ նրանց մեջ ներդնել, ու որքանով եք դա կարևորում։ Հիմքում դա է ընկած։ Տեսեք, ես իմ ազգին սկսել եմ սիրել, երբ որ տեսել եմ Միկե Գինոսյանին։ Այսինքն ինձ ոչ մեկ չի պատմել իմ ազգի կարողությունների, իր հզորության, իր մտքի, իր իմաստության մասին, եւ Միկե Գինոսյանն է, որ հենց այո, բարի միջոցով, օրինակ, չգիտեմ, մեզ բացատրում էր Գորանի բարի անձրևականչի բնույթը, հա, ու իր համար ավելի կարևոր էր հենց իմաստը։ Կարող է ինչ-որ միտեղ մի բան թեանայի շարժման մեջ, բայց ամենակարևորը որ դու հասկանաս իր իմաստը ու
իմաստը հասկանալով թե ինչքան միտք են ունեցել, ինչքան էներգետիկա են ունեցել քո հայացքը, որպեսզի որ կարողացան ստեղծել նմանատիպ բառեր։ Բնականաբար ու իրան խոսքերը կուզեմ մեջ բերեմ, ասում եմ, եթե խոսքը ունի միտք, չէ՞ մենք խոսում ենք ինչ-որ բան ենք արտահայտում, ինչ-որ միտք ենք ուզում ասենք, բառը եւս միտքով ասել, որ մենք կրանք այստեղ էլ անենք այսենց, այստեղ էլ անենք այսենց, ինչի համար ենք դա մենք անում։ Իսկ ավանդական պարերի մեջ հստակ բացատրվում է մենք ինչ ենք խփում գետնին, որովհետև գետնի տակ ապրում են չար ոգիներ, մենք իրանց քշում ենք, ինչ ենք թռնում վեր, որովհետև մեր նախինները դեզերքի ուժին հավատացել են մինչև դեռ իրանք հեթանոց չէին դեռ բնության պաշտամունքի ժամանակացածից, ու այդ ամենով դու սկսում ես սիրահարվել քո ազգի իմաստությանը ու նաև կարողանում ես հասկանալ թե ինչ է նշանակում հայ։ Ով է հայը իրականում, հա, մեր օրերում ինչ է նշանակում հայ, կարևոր հարցադրում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է տա, թե ինչից ելնելով է ինքը հայ, ու ավանդական բառերը բնականաբար այդ ամենաուժեղ գործիքն են, որ մենք կարող են դնել այդ կածանին, հայ մնալու, հայ դառնալու կածանին, մենք այդ կածանով քայլենք մինչև այդ տաճարը, հա, հասնենք, ինչպես ասում են նորից ընկեր Գինոսյանը։ Սամվել, ձեզ համար ով է հայ մարդը, եւ ասացիք, որ Անդոկի երեխաներին տեսնելիս շատ եք տպավորվել ու ոգևորվել։ Այդ տպավորությունը ձեզ դրդել է, որ դուք էլ պարեք։ Անկախ ինձնից ես էլ փորձի ժամանակ վեր կացա ու երեխեքի հետ պարեցի, գուլուլ պարը, բուլուլ։ Բուլուլ պարը ինձ որ ասացիք, թե ով է հայը, աշխատանքային պարը խոտ հնձի նվիրված պար, ու գիտեք ինչ լուսավոր, ինչ ուրախ, ինչ վառ, այսպես ասած, երաժշտություն է ու ինչը ինձ, այսպես ասած, լիացրեց, որ հայ մարդու համար աշխատանքը դա բերկրանք է, դա լույսին ձգտելու մի փորձ է, ոչ թե այսօրվա պես չէ, շատ տենց գործի եմ գնում, չէ, այն հակառակը աշխատանք այդ է հայ մարդը երբ գործը աշխատանքը իր համար դա ազնվանալու մաքրվելու դեպի լույսը հողի հետ աշխատանք բնականաբար որտեվ էներգիան հենց այնտեղից է գալիս քիչ առաջ կարդում էի Սահյանից մի հատված թե ինչա հայրենասիրությունը ընդհանրապես ասում է հողիդ վրա տուն կառուցել ու ապրել այսինքն ոչ մի ինչ որ ավելորդ ինչ որ բարձրագույն բարեր պետք չի տանը պիտի մարդ լինի, իսկ այդ տունը պիտի կառուցվի քո հողի վրա։ Սա է հայրենասիրությունը, սա է հայը։ Աշխատավոր, իմ պատկերացմամբ ազնիվ, իսկ այն ինչ որ մենք շատ հաճախ տեսնում ենք, դա ինքնաճանաչման բացակայության արդյունք է։ Որովհետև եթե դու քեզ ճանաչես, քո հիմքը, քո նախնիներին, քո թողած մշակույթը, քո դարերի միջով անցած ինչ-ինչ երևույթները վստահ եմ որ լավը կլինես, լավը կդառնաս, որովհետև հիմք ունեցող ցեղ ասա ազգը, ժողովուրդը։ Ցավոք սրտի մենք կտրվում ենք այդ ժամանակ, երբ որ մենք մեզ չենք ճանաչում։ Իսկ ցավոք այսօր շատ-շատերը չեն ճանաչում կամ շատ-շատերը լավ, ես էլ ինձ էլ ու ցանկություն էլ չկա։ Այդ տեսեք մենք խոսում ենք որ ազգային պարը ժամանակակից է դարձել։ Այդ խնդիրներ պիտի մենք մեր արժև դրանք չդնենք։ Ինչա նշանակում ազգայինը ժամանակակից կամ ոչ միշտ պիտի լինի, դա պիտի մեր առօրյայի, մեր չգիտեմ, կենցաղի մեջ լինի։ Դա ժամանակ ու տարածություն չճանաչող երևույթ է։ Դա կլինի ազգային պարը, կլինի ազգային երգը, հենց չգիտեմ ես շատ ուրախ եմ որ 38 երեխա էին մոտավոր այդ մարդիկ այդ հրայրի ասած այդ կածանի վրա են ու այդ կածանով քայլում են ու վստահ եմ որ իրենք նախ եւ առաջ լավ մարդիկ են դառնալու Այն ցեղի գաղտնին վերնագրով թատերային կոմպոզիցիա է լինելու, հենց առիթը, որ մենք այսօր հավաքվել ենք, դա է երկու մշակութային ուղղությունների համախմբում է կարծես, ես կպատմեք, թե ինչու որոշվեց, որ Անդոկի 10-ամյակին հենց նման կերպ պիտի հանդես գաք եւ սա էլ է, չէ, ինքնաճանաչման նոր դրսևորում, ավելի շատ մարդկանց ծանոթացնելու մեր պատմությանը, մեր արմատներին, մշակույթին
հիմքը որտեղից է գալիս որոշման։ Ուրեմն ես միշտ ազգային բարի հիմքում, քանի որ ընկած այդ ավելի շատ իր իմաստը, իր միասնականությունը եւ այլն, ես նմանավանդ մեր օրերում ընդունում եմ ու ավելի ողջունում եմ, երբ որ ավանդական բարի խմբերը ոչ միայն ոգեղեն պարում են, հա, գեղեցիկ պարում են, այդ ազգային պարն են ցուցադրում, չնայած դա այլ հսկայածավալ, հսկայական աշխատանք է, այլ նաև այդ ամենի մեջ դնում են գաղափար, միտք ու հզորություն, որովհետև այսօր մեր ժողովուրդը ամեն դեպքում ունի այդ գաղափարի, այդ հայի մշակույթի կարևորության ոգուսով, ինչպես ասում են, չէ, դրա կարիքում։ Ավետիք Իսահակյանի ես ասում եմ կգա ոգուսով։ Իհարկե մի քիչ պատասխանատու է դա, բայց մենք փորձում ենք ամեն դեպքում նոյեմբերի 21-ին ըստ Կոստանց Զարյանի ժողովրդին ցուցադրել թե ով է հայը, թե ինչ դեր ունի հայ մշակույթը հայ կյանքում, ինչ է ազգային ոգին եւ ամենա գրավիչը, որ ինձ գրավել է Կոստանց Զարյանի մեջ, նախ իր ամեն մի նախարարության տակ ես տեսնում եմ հայրենիք, Հայաստան ու ինքը ամբողջությամբ մերժում է ստամոքսային Հայաստանն ու մեզ ուղղորդում է դեպի հոգևոր Հայաստան։ Եվ նմանավանդ այսօր փորձելու ենք ամեն դեպքում Կոստանց Զարյանի միջոցով ժողովրդին ցույց տալ այդ հոգևոր Հայաստանի ճանապարհը, որովհետև այն ինչ որ հոգում է, ինչ որ հոգևոր է, դա չի մեռնում։ Ստամոքսայինը նյութը այսօր կա, վաղը կա, մյուս օր չկա։ Իսկ խնդիրն է, որ մենք կարողանանք ուղղորդվել դեպի հոգևոր Հայաստան, դեպի հոգևոր արժեքներ։ Հիմնական առիթը, որ ընտրել է Կոստանց Զարյանի կողմից ներկայացնել այս ամենը, հենց դա եղել, թե այլ գաղափարներ էլ կան։ Նրա ընտրության հարցը։ Ես Կոստանց Զարյանին, ինչպես բոլոր մեր հայ մեծերին, ճանաչել եմ ինքեկիմիջանի միջոցով։ Եվ Կոստանց Զարյանը կարող ենք ասել, որ իր վերջին մարգարեն էր, որ ինքը բացահայտեց ու ինքը ամեն օր մի ժամանակահատված ամեն օր խոսում էր Կոստանց Զարյանից ու ինքը ամեն օր դու տեսնում էիր ինքը չգիտեմ ինքը իմ համար հայի կերպարն էր մեր օրերում, բայց ինքը ամեն օր ավելի էր հայ դառնում, ամեն օր ավելի էր հզորանում հենց Կոստանց Զարյանով եւ իր խորթով, իր խոսքով նորից, որ հետո ինքը այնպես է ներկայացնում, որ չէր կարողանում իր ներկայացրած մարդու մասին չիմանալ։ Նույն Լեոնիդ Ազգատյան, Մոնթե Մերկոյանի, Գարեգին Նժդե։ Կային գրքեր, որ միշտ պարոն Գիմասյանի հետ էին միշտ։ Եվ իրանից հոգեվելով Կոստանց Զարյանին սկսեցին կամաց ճանաչել ու իհարկե Զարյանին բացահայտելը դա կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ, որովհետև ինքը ահռելի մեծ խորություն ունի, բայց կարողացանք ինչ-որ չափով Զարյանին բացահայտել ու հասկացանք, որ այո, հանրությանը պետք է նաև ծանոթացնել նմանավանդ այսօր Կոստանց Զարյանի մտքերի հետ, գաղափարների հետ, որտեղ հանրությունը դրա կարիք այսօր ունի, չնայած նրան, որ Կոստանց Զարյանը հանրության շրջանակում այդքան էլ մեծ ցավոք սրտի, այդքան էլ մեծ ճանաչում չունի։ Սամվել, ձեր ներգրավվածությունը այս կարևոր առիթին ինչ ձևաչափով է եւ նաեւ կուզեմ ասեք, թե արդյոք դուք նորովի եք Կոստանց Զարյանին բացահայտել այս ներգրավվածությամբ։ Հա, ցավոք սրտի ես էլ շատ չեմ ճանաչել Կոստանց Զարյանին իր ինստիտուտում հայ ճարտարապետության մասին այդ մտքերն ենք նաև որպես բեմական խոսք անցնում, հետո բնականաբար կարդացի Նավալերան վրա ու ես շնորհակալ եմ, որ այս հնարավորությունը ունեցա ավելի մոտիկից շփվելու Կոստանց Զարյանի մտքերի հետ, որովհետև դրանք բացառիկ են, դրանք մեծ արժեք ունեցող ու գիտեք ինչ իմ մոտ առաջացա որպես զգացողություն, ես ինքսի մեջ եւս մեկ անգամ ներողություն եւ վերջնականապես մերժեցի այն գաղափարը, որ մենք իսկապես կարող է վատնենք, չէ, այդ մար, այսինքն ինչ բացական բաներ, որ հաճախ ենք, չէ, միշտ էլ էսպես ենք եղել, այսինքն դա եւս իմ մեջ մերժեցի դա, հստակ իմանալով, որ դա դրսի ծրագիրը ինքներս մենք մեզնից հրաժարվելու, մեզ չսիրելու, որովհետեւ մտքի այդ գիգանտը այնպես մաթեմատիկական ճշգրտությամբ տվել է քո ոգու, քո հոգու բանալին, թե ով ես դու ու
ես իմ մասնակցությունը գանք հարցին ավելի կոնկրետ այդ մտքերը բարձրաձայնողը այն մտախոհ մարդը որը ասում ով պիտի դարերի յետև թաքնված կրակը քաղի այդ մտքերը բարձրաձայնող այդ կերպարն է որը Էդգար Մերաբյանը ռեժիսորը մեր տաղանդավոր ընկերը շատ նուրբ, շատ ճիշտ, շատ չափի մեջ դրել է այդ հարցից պատասխանի գնալու այդ այսպես ասած բալանսը Վիլյամ Սարոյանը մի ֆանտաստիկ ֆրազա ունի ինձ համար, ասում է ես գրում եմ որ հիշեցնեմ, դուք կարդում եք որ չմոռանաք։ Հիմա մեր այս միջոցառումը այդ հիշեցնելու մասին է, մոռացության չտալու մասին է, ու դա շատ կարևոր բան է, որովհետև երբ մարդուց հիշողությունը վերցնում ես, տակը բան չի մնում։ Այո, անդադար խոսելու Կոստան Զարյանի նման ֆանտաստիկ երևույթին անդադար ամեն տեղ, ամեն միջավայրում բարձրաձայնելու իր անունը ու իրապես իսկապես հասկանալու նրան, որտեղ շատ հաճախ մենք արտաքին շերտով ենք ֆիքսում շատ ներքին շերտերը չենք բացահայտում։ Այդպես մենք գիտենք եւ Նժդեհին շատ ցավով եմ ասում եւ նույն Թումանյանին մենք չենք հասկանում որ այդ մարդիկ մարգարեներ են ու կոնկրետ տվել են քո ազգի քո մտածողության այդ կածանը ճանապարհը ու երբ որ բանաձևը տվել են ծամել են դրել են բերաններս մենք ուղակի ընկալում ենք իրենց մեզնից դուրս ինչ-որ հեքիաթ գրող պոեզիա գրող որը ռեալությունից իրականությունից դուրս են այնից ճիշտ հակառակը պիտի անենք այդ մարդիկ մեր այսպես ասած բժիշկը ոնց է ինչա գրում Ահա, այսպես ասած դեղատոմսը գրել տվել են մեզ մենք ուղղակի մի կողմ ենք դրել ու ապրում ենք այս հարց ու փորձ անելով կարող ենք ասել չէ ցակուցրիվ այո ցակուցրիվ Հրայր ջան կուզեմ մեզ ասեք թե մարդիկ ինչպես կարող են տոմսերը ձեռք բերել եւ մինչեւ երբ կարող են ձեռք բերել տոմսերը այս բանին վաճառվում են Fast-Ticket համակարգում on-line համակարգում սակայն մեր խմբի էջերին հա Instagram-յան, Facebook-յան գրելու դեպքում մենք կօգնենք ժողովրդին, որովհետև մեր համար շատ կարևոր է, որ թարգմանը լինի լեփլեսուն, որովհետեւ կարողանանք ինչքան ավելի շատ մարդկանց փոխանցել այն գաղափարները, որոնք որ չմեռնող են եւ որոնք որ ոչ թե հարավելս ապրեցնող են եւ որոնք որ հենված են ոչ թե եսի կայունության, այլ մենքի, հա, մենք բանաձևի ազգ մնալու Կոստան Զարյանը մի լավ խոսք ունի, ասում է ազգերի առաջադիմությունը հետ քայլեն դեպի իր իսկություն։ Մենք պետք է հետ քայլենք մեր իսկություն, մենք որտեղից ենք եկել, որպեսզի ազգը շարունակի առաջ գնալ։ Դրանից ելնելով մենք կարող ենք ասել, որ այո, ինչպես նշեց Սամվելը, ազգային պարը դա ժամանակակից դա միշտ պետք է լինի մեզ, միշտ պետք է ուղեկցի, եթե մենք ուզում ենք որպես ազգ ապրենք աշխարհի վրա եւ օկտոբերի վաղուց շնորհակալություն կուզեմ հայտնել մեր բեմադրիչ Էդգար Մերաբյանին գրական խմբագրումը Արեգ Պետրոսյանցը կատարեց մի հսկայական ծավալով աշխատանք կատարեց, որովհետև մեկ ստեղծագործություն չի, այլ մի քանի ստեղծագործությունների հիման վրա է ներկայացումը։ Ինչքան ժամանակ է որ աշխատում եք։ Աշխատանքները սկսվել են արդեն ամառվանից, սկսել ենք կարդալ, դուրս հանել կարևոր, չնայած դժվար է ասել Կոստան Զայանից կարևոր մտքեր դուրս հանել, որովհետև մենք ահավոր ափսոսանքով sense ինչ-որ բաներ չէինք վերցնում, հա, բայց հասկանալով որ ներկայացումը ստիպված էինք Շնորհակալություն նաև Անդրանիկ Հարությունյանին, մեր բեմանկարչին։ Ես աշխատում եմ ֆանտաստիկ պրոֆեսիոնալ խմբի հետ ու հպարտ ու ուրախ եմ, որովհետև մեր այստեղ էլ մեր հիմքում ընկած է գաղափարը ավելի շատ, այդ ոգին ու ես վստահ եմ, որ այդ ոգին պայթելու է ուղղակի Պաունյանում նոյեմբերի 21-ին, որովհետև բոլորը աշխատում են դրա համար։ Մեր կնվագակցի մեզ Կարին Բենդը, Մանվեր Շահկյալի գլխավորությամբ եւ նաեւ մեր մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու թե ինչքան մանրակրկիտ ու ինչքան մեծ ուշադրությամբ է Մանվելը մոտենում եւ ընդհանրապես ամբողջ բենդը մոտենում ավանդական մշակույթին, ավանդական երաժշտությանը
եւ բնականաբար մենք հպարտ ու ուրախ ենք, որովհետեւ մեզ բախտ է վիճակվել լինել բեմում Սամվել Թոփալյանի, Մարինե Պետրոսյանի եւ Համլետ Դովլասյանի հետ։ Դա իրականում մեծ պատիվ է ու խումբն էլ, չնայած մինչեւ 24 տարեկան են երեխեքը, բայց մենք աշխատում ենք ու դա ոչ թե 2 ամիս ենք անում, ավելի շուտ վայրից ենք սկսել աշխատելը, որպեսզի երեխաներն կարողանան այդ գաղափարը, այդ հզորությունը մեր դերասանական կազմի հետ փոխանցել ժողովրդին։ Շատ լավ, ամփոփելով զրույցը, ինչ խոսք ունեք կամ կոչ եկող մարդկանց, ովքեր այդ օրը այդտեղ կլինեն, կամ այն մարդկանց, ովքեր մտածում են գալ թե չգալ։ Կոչ չասեմ, բայց վստահ եմ, որ մի էներգիա գալու բեմից առաջին հերթին երեխեքի պարերի ու երգերի այսպես ասած ուղղորդումով մի էներգիա, որը երևի շատ քիչ է լինում ու մարդ լիանում է, երբ այդ էներգիայով սկսում է սնվել։ Իսկապես որ գան, կարծում եմ մի քիչ ավելի լուսավոր կդառնան, ավելի հույսով կլցվեն, ավելի կպնդանան, իսկ դա իմ նշած, այսպես ասած, բառերը շատ կարևոր ու շատ հացի ու ջրի պես անհրաժեշտ են մեզ այսօր։ Շնորհակալ եմ։ Հավելելու բան ունեք, Ռեյր ջան։ Հուսով ենք կլինի դալեջը լեփլեցուն, որովհետև հույս ունենք, որ այսօր ամեն դեպքում գոնե 650 մարդ կքայլի Կոստանդինյանի հետևից ու կլսի նրա գաղափարները։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ թարմ ուղեղով զրույցներ, մենք կհանդիպենք վաղը, լավ եղեք։